Կարող է շտապ օգնություն կանչենք։ Ձեռնաշղթաները հանեք, թող ազատ գա շուչքաշի։ Ուր։ Բայց դու գնաց տեղից, հա? Արտուր պապային ասել։ Լավ կլինի Արտուրը քեզ ու իրան տանից տեղից։ Յուրի, լսի։ Այդ շանը սատկացնելով դու ստերից դուրս չես գա։ Իսկ դա մահացու կլինի Սպարտակ Յուրովիչի համար։ Դու տղա ջան, դու տեղյակ ես, որ Սպարտակ Յուրովիչը արդեն մահացու վիճակի մեջ է, այդ անասունի պատճառով։ Լավ, ասենք թե գնացիր մտար, բայց թե շոգում, որ քեզ էլ իր հետ մենակ չեն թողելու։ Իրոք լավ չի, շտապ օգնություն կանչեք։ Մամ։ Մամ ջան, խմի կարող է քեզ ավելի լավ զգաս։ Ասում եմ, եթե բոլորը թեյ խմելով լավ զգային իրանց, այս կյանքում ամեն ինչ այնքան լավ կլիներ։ Ուղղակի ես մտածեցի։ Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքիդ համար, շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Միշն ու Էմիլին շատ անհանգիստ էին ձեզ համար։ Հա, դու էլ ես անհանգիստ, ես դա տեսնում եմ։ Թե ձեզ համար, թե Ֆրիկի համար։ Խեղճվեք։ Նա ինչի ընկավ մի բանի մեջ, որի մեջ թաթախված չէր։ Նա ինչի է պատասխան տալիս կարպիչի որդին լինելու համար։ Մենք բոլորս ենք պատասխան տալիս իր հետ որևէ տեսակ կապ ունենալու համար։ Բոլորս անիծված ենք։ Բայց մեղավոր ենք մենակ ես ու նա։ Մեր երեխեքը անմեղ են։ Դուք ինչ մեղավոր եք ձեր ամուսնու քայլերի համար։ Դուք էլ պատասխանատու չեք։ Ողջ պատասխանատվությունը իմ ուսերին է, պապիջ։ Ողջ պատասխանատվությունը իմ ուսերին է, պապիջ ջան։ Ու ես դա գիտակցում եմ։ Ու չեմ կարողանում ինձ ներել։ Ես իմ արած շատ քայլերի համար ինձ չեմ կարողանում ներել, բաբի ջան։ Ուզում եք պարկեք քնեք, երևի դրանից հետո ձեզ հանգստացած կզգաք։ Որդուս հետեղի։ Գնացեք ու ձեր երջանկությունը կառուցեք։ Իմացի, որ նա քեզ շատ է սիրում։ Իմացի, որ քո հարցը բախտը, այսինքն իր հարցում բերել եմ։ Ու Միշս եզակի մարդ է, միլացի։ Ու իմացի, որ նա ոսկի սիրտ ունի։ Ես դա գիտեմ։ Ու շատ փխրուն հոգի ունի։ Չկոտրես, բարիք ջան։ Չկոտրես։ Հա? Խնդրում եմ, հա? Չկոտրես, հա իրան։ Գնացեք ձեր երջանկության հետևից։ Երջանիկ եղեք։ Մենք էլ ենք դա շատ ուզում։ Երբեք
փողին դուրք չտակ։ Առաջին հերթին թող ձեր զգացմունքները լինեն։ Երբեք ստի կամ կեղծիքի վրա ընտանիք չկառուցեք։ Գիտես ինչի։ Որտև ինքը վաղ թե ուշ փուլ է գալիս։ Ոնց որ մեր դեպքում եղավ։ Ես քո մարդած բանը։ Յոպե, պապա, աշկիս էդի մեռնամա հանգստացի։ Տուն գնա։ Թող։ Ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնալու։ Արթուր, Սպարտակի տուն ուղարկի արի դու ինձ հետ։ Պապա։ Ay hora Saref herese sor viza adres rasmani ara. Ամենի վերջը ինչա լինելու։ Ջիպ, բոլոր քայլերն ինձ համար թափանցիկ են դարձել։ Բայց ես քեզ չեմ թողնի այս անգամ էլ ջրի ճորդուս գալ։ Պապաս, այդ պապան տվեց ինչ որ պետք էր։ Կարանք մի քիչ դանդաղ գնանք, գոնե ֆրիկին օգտակար լինենք։ Այն որ ինքը իր պապայի ձեռը քաշվելու է, ես իրան շատ անգամներ ասել եմ, բայց ինքը ինձ բանի տեղ չէր դնում։ Արդյունքն էլ էս էր։ Վայ ես ոնց կխեղդեի այդ կարպիչին։ Տո Յուրիկին էլ հետը մեծ հաճույքով ճանապարհ կդնեի։ Տան կնեղվի, տենց մի ասա։ Տանոն չի նեղվում, վիճոք դու մի հոզվի։ Բարկությունից sense խոսում եմ էլի։ Իմ համար կարևորը ֆրիկիս ազատությունն է։ Գոնե դեբիլ օրա իր վրա հանցագործություն չվերցնի։ Կարող է քավորը ասի ֆրիկ վերսու քո վրա, հետո ես քեզ կհանեմ։ Նման տխուր օրինակ մենք ունեցել ենք տանո։ Չես հիշում այն թմրանյութերի պատմությունը։ Չէ, դուք էդի չեք խոսում։ Կարպիչը չէ ով ուզում ա լինի, ես թույլ չեմ տա որ իմ երեխու վրա հանցագործություն բարթեն։ Ու ֆրիկը շատ շուտ դուրս կգա այդտեղից։ Մենք հենց այդ հույսով էլ քեզ դիմեցինք։ Ֆրիկը երջանիկ պիտի լինի, որ ձեզ պես ընկերներ ունի։ Մենք ուղղակի ընկերներ չենք, մենք ընտանիք ենք։ Ընտանիք։ Ես քեզ կխեղդեմ աննասուն մի մեկել։ Մոչիկաս շոկացնեմ սրան։ Հանգիստ։ Դու հանգիստ։ Ես լավ գիտեմ ինչ եմ անում։ Ու թե աղոթել գիտես, դավայ գնա այնտեղ աղոթի։ Ձերդ զենքը դիրտեղը։ Ես ամեն ինչ լավ տեսնում եմ։ Եթե ուզում ես գլուխը ծակվի հանի զենքդ, իսկ ավելի ճիշտ կլինի, որ ինչ ճամփաթակ ես դուրս գամ այստեղից։ Քեզ բերկություն չկա այդ ջեփ ճիրանասուն։
Մարդաս բանալնախում, քեզ բերկություն չկա։ Լսի դու, անհաջողակ, էլի չստացվեց քեզ մոտ ինձ սպանել։ Ուզում ես ինձ խեղդել, դե մոտարի, մոտարի։ Պետ չի։ Ողորմ էլի ինձ վերցրա։ Ստեղ ոչ մեկ մեղ չունի, սա իմ ու քո կռիվնա։ Անցած անգամ հորը զոթվի, հիմի ու մարումն ես ուզում թափես, աննասոր։ Դու ես քեզ մոտ սատ կծրածել էի վախտին, է։ Դու սատ կստեի, որ իմանայիր։ Էս ինչա կատարվում։ Ոնց որ թատրոնում լինենք։ Դահլիճը կամաց լցվում է։ Լավա ավելացեք։ Լավա։ Արա թող այդ կնոջ արա։ Այդ կինը մեղ չունի արա իրան, տունը իր ընտանիքն է սպասում։ Ինչ չեմ ասում է, ում եմ ասում, դու ինչ գիտես ընտանիքն ինչ աննացունի մեկը։ Դու ես մեղավոր։ Դու ես պատասխան տալու իր ընտանիքին։ Դու հարցակվեցիր վրես, ես էլ պաշտպանվեցի ստիպված։ Դու ես մեղավոր։ Ճամփա տվեք դուրս գամ այստեղից։ Մոտ չգաք։ Ճամփա տվեք դուրս գամ։ Բաց թող տղուս աննասուն։ Արա ես մեկ բառնը կնասեք իր ապերն է կարա։ Իսկ ես Սպարտակիդ կգյուլեմ ու հաղթանակած կհեռանամ ես կյանքից։ Что գյուլի է, մենակ խոսալով չըր։ Սպո, սուս մնա։ Չմտածված քայլեր մի արեք, որի համար կարող եք զղջալ։ Այ, ինչ խելացի է։ Եկեք անմտածված քայլեր մի արեք, որի համար կարող եք հետո զղջալ։ Էլի մի անզգուշ խոսք ու ես Սպարտակի գլուխը կծխեմ։ Այ աննասուն թող տղիս։ Ինձ վեկալ է դիմ ու քո կռիվնա։ Գորվին բերանդ։ Ես լավ գիտեմ ինչ եմ անում ու թող ոչ մեկը ձեզնից չկարծի, որ ինձնից խելոք է։ Կանգնեք ձեր տեղում, ճանապարհ տվեք դուրս գամ, թե չէ երթևում եմ Մաքսիս գերեզմանով Սպարտակի դիակը կփռեմ այստեղ։ Դու չէ, ուզում ես իմ զերով է թաշե։ Ես կանեմ, Ես կանեմ այդ, իմ զերով ես հետո։ Բալես, ինչ լավ է, որ մեզ հյուր եկար։ Հազիվ Ժակլինի դեմքին ժպիտ տեսանք։ Որ իմանամ ավելի հաճախ կգամ տյոծիրը։ Սեղան դնել պետք չի, ես շուտ եմ գնալու։ Շուտ գնալ չկա, ես որ գալիս եմ ձեր տուն, դու ինձ ժամերով պահում ես։ Ինչ կապ ունի շուտ ես գնալու, թե ուշ ես գնալու։ Հյուրասիրվիր, Ժակլինը հյուրասիրիր։ Էս իմ սիրած պահն է։ Հյուրասիրել սիրում ես, իսկ հյուրասիրվել ոչ, մեր տանը բան չես ուտում։ Թե խմեք սարմա։ Ժակ, եթե հիվանդ չէիր, ինչի չէիր գալիս դասի։ Չէ եկել, որովհետև Մի հատ էլ ասա, որովհետև Իսկ ով ասաց, որ հիվանդ չէի, հիվանդ էի։ Բա ոնց տեն շուտ լավացար։ Երեք իրիկուն հանկարծակի գրիպ ընկա ու քո գալուց 2 ժամ առաջ լավացա։ Լավա չէ ինձ մոտ։ Այդ երևի գրիպի նոր տեսակ է, ես որ առաջի անգամ եմ լսում, որ գրիպը տեն շուտ անցնի։ Զգուշեղի չվարակվես, հա։ Իսկ ձեր բնակարանի դրան դիմաց կանգնած մարդիկ կապ ունեն քո գրիպի հետ։ Որպեսի թե ես, թե երեխայս դուրս գանք այս ստրեսից, պետք է նրան վերցնեմ ու գնանք երկրից, թեկուզ ժամանակավոր, քանի նա բռնված չէ, ես չեմ կարող հանգիստ ապրել, չհաշված այն ցավն ու հիասթափությունը, որ թողեց իմ կյանքում։ Այ աննասուն մարդասպան, դու էլ փախնելու տեղ չունես, բաց թող տեղից։ Կարակի է, կարակի, սաղի առաջ կարակի, ցույց տվոր ուժեղ տղա ես, Երթվում եմ կանեմ, պապայի գերեզման կսատկացնեմ տղու դյուրիկ, հետո ինչ լինում է թող լինի, զատոք իմանամ, որ բալայաններին հաղթանակած գնում եմ, բնաջնջել եմ բալայանների տողմը։ Չանես այդ բանը բաց թող տեղից, անասուն հաշվի բալայաններին հաղթել ես դու։ Պապա ես ով է, որ ծր առաջը խեղճանում ես, Սպարտան ձենդ կտրի, եթե քո կյանքը քեզ պետք չի ինձ ապետ։ Դե կարակի է, կարակի։ Ձենդ կտրի, բաց թող տեղից։ Բաց կթողնեմ, եթե ես նախկին ենթականերիդ ասես, որ ճամփես բացեն դուրս գամ։ Այդ դու ասիր,
Նախքին, այ, կազան անասուն, ես էլ հավակարկում չեմ։ Ուրեմ ավելի վատ քեզ համար, պատրաստի տղուց սատկացնելու եմ։ Ասացին, պապային վատացած հիվանդանոց եմ բերել։ Ինձ սպո ինչի բռնել։ Պապես ինչ ես անում։ Լավ եմ անում։ Ես ինչ արիր արա, ես ինչ շուտ ինվորմացիան հարցրեցիր երեխեքիս։ Կարծում ես, որ եկան ինձ կանգնացնելու են, ինձ ոչ ոք չի կարող կանգնացնել, սատկացնելու եմ լակովիտ։ Պապես ինչ ես անում, հենց հիմա զենքը տիչացրու։ Մոտ չգաս։ Այ ապրես պեսաչար, ապրես, մալադեց, սկսել ես ինձ արդեն օգնել, մոտ չգաս, բալես, թե չէ, ես դեբիլիտ գլուխը կծխեմ։ Իմ գլուխը ծխի։ Ես կմոտենամ ու վերջ կտամ այս խայտարակությանը։ Ես ինչ ես դու դառել, պապ։ Մոտեցի բալես, մոտեցի թող տեսնեն, ինչ քաչ տղա ունեմ ես, մոտարի, միշտ թաղնի։ Ինչ հետ արի, կբնասի Սպարտակին։ Կեղծեք, բոլորդ կեղծեք, բա դու ասում էիր, որ չես սիրում ես դեբիլին, ինչի համար ես հիմա լացելում սրա համար, ինձ պիտի խղճաս, ես քո հերն եմ, իսկ սա ով է սա, միշ, երբ եմ ես քեզ վերջապես տեսնելու, ավելի պինդ, ավելի տղամարդավարի, երբ ես իմ կողքին կանգնելու, որ ես էլ հասկանամ, պինդ տղա ունեմ, մոտարի։ Պապ, մենք էլի քո կողքն ենք։ Ես ու Էմկան քեզ հետ ենք։ Տանն էլ մամանա քեզ սպասում։ Տանը, հա, տանը, բա, տանը, իսկ դուք չգիտեք, որ ես էլ տուն չունեմ, իմ տունը Բերդն է, Բերդը, դուք հասկանում եք, որ եթե ես սրան թողեմ, հանձնվեմ սրանց, ինչա լինելու ինձ հետ պատկերացում ունեք, հա? Առաջ չգաք, սատկացնեմ, հոգնեցի արդեն ասելով, առաջ չգաք, Յուրիկ, հոգնեցի արդեն սպասելով, ասա թող ճամպես բացեն, ես ու տղետ դուրս են գալու ես տեղից, արագացրու ժամանակ չունեմ, շուտ արա։ Ապչան ես, չկրակես, ինձ վերցրու ինձնով սպարնա, մարդկաց մի այնտեղ բաց թող սպային։ Բայց ինչքան մարդ կա, որ ուզում է իր կյանքը զոհաբերի քեզ համար, ես կարծում էի դու սիրողներ չունես, պարզվում է լավ էլ կան սիրողներ։ Թողեք դուս գա, բաց էդ ճանապարհ ես մարդասպան Արնախումբի։ Այսօր էլի շատ տխուր ես։ Հա։ Ինչի։ Դե երեխեքը տխուր են, ես էլ եմ տխուր։ Ո՞վ է գալու քեզ այսօր տանի։ Շատ իմանամ։ Մերոք այնքան խառնեն, այնքան, որ խառնեն դու էլ ինձ հետ կգաս մեր տուն։ Չէ, ամոթ է։ Ինչն է ամոթ, որ ես ձեր տուն գալիս եմ ամոթ, չի։ Դու էլ մեր տուն արի։ Քո գալը ուրիշ է, իմ գալը ուրիշ է, Մայրամիկ ջան։ Դե որ տենց է, պապայիս կասեմ մեզ տանի մի տեղ, որտեղ լիքը խաղեր կա։ Մենք է կխաղանք, հա, ինչ կասես։ Եսի։ Մեկավաղը շաբաթ է, դաս չունենք, որ խնդրեմ պապաս կտանի։ Դե շատ ես ուզում, գնանք։ Համել պապայիս հետ կծանոթանաս։ Հոգնեց ես քո պապայից։ Հավատալ, որ հերս ես անգամ էլ ջրից չոր դուրս կգա անհավատալի է։ Իսկ թե ինձ ինչա սպասվում անհասկանալի։ Լավ բան չեմ սպասում ու լավ բան չեմ զգում։ Այս վերջն է։ Ապրես, բաբի ջան, որ հետս էի, ապրես, որ այսքան երկար դիմացար, ինձ հիմա գնա։ Բայց ես չեմ ուզում գնալ, ախր դուք լավ չէ։ Լավ է, ես շատ լավ եմ, դու գնա, հանգիստ գնա քո համար։ Ոչ, ես տեղից չեմ շարժվի, մինչև Էմիլին ու Միշը չգան։ Ազի ջան, ես ուզում եմ մենակ մնամ, գնաս տեղից։ Ես ձեզ խոսք եմ տալիս, ես ձեզ չեմ խանգարի, ծպտունս դուրս չգա, խոսք եմ տալիս, այ այնտեղ կնստեմ ու չեմ խանգարի ձեզ։ Կուզես կխոսաս, կուզես կլռես, կուզես կերքես, կուզես կպարես, դա ինձ չի հետաքրքրում, դա քո գործն է։ Ինչ ուզում ես արա, մենակ իմ բացակայության, պառանց իմ ներկայության, գնա բաբի։ Չեք ինձ հետ այսպես վարվում, ախր մենք շատ լավ զրուցում ենք, ես ինչ սխալ բան ասեցի։ Դե գնա էլի բաբի, գնա։
Ձակուկ ջան։ Ես շատ գոհ եմ քեզանից։ Շնորհակալ եմ, Վալիկ ջան։ Շատ շնորհակալ եմ, Ազիզ ջան։ Վալիկ ջան։ Միշիս հետ եղի։ Միշիս մենակ չթողես։ Լավ կին կլինես էլի Միշիս համար, հա? Ավելի լավ կին կլինես։ Քան ես փորձեցի լինեմ։ Գնա։ Անջան, ախր դու լավ չես, միշտ ինձ չի ներ, եթե ես քեզ այս վիճակում թողնեմ։ Ապրես, գնա, գնա։ Մամա, խնդրում եմ, բացի դուռը։ Մամա, բացի դուռը։ Նույնիսկ իմ տանը հետ չեմ։ Խնդրում եմ, բացի դուռը։ Փախստականի կարգավիճակով մենակության մեջ պետքա թաղեմ իմ ցավը։ Մամ, լսում ես, բացի ես դուռը։ Ավտոտուր արա։ Քեզ ինչ ծախել եմ։ Ավտոտուրա դեպիլ, բալնիկը դուր։ Բա ոնց է սա։ Սպարտակ, դուր բանալին։ Ես մեկը պետքա որ ստեղից դուրս տանի։ Թող Սպարտակի ես քեզ կհանեմ։ Արա ես քեզ չի ասել, Արտուրիկ, քու խոսափողը անջատվածա, ձենդ չլսեմ էլ։ Եթե ինձ սիրում ես ընտանիքդ նրան բաց թող։ Քո վիճակն ավելի մի բարդացրու։ Դու այդ ում համար ես արցունք թափում։ Այս դեպիլի, հա? Ես քուն։ Պապ, դու մենակ քեզ ես վատություն անում։ Ինչ ես ուզում։ Ուզում ես միջև կյանքիդ վերջ բանտում փդես։ Հայանն ասում մի քանի գալում է գնայի մեջ ես։ Դրից բաց թող։ Քոչիկեք, կանգնեք։ Ուրա ավտոտ այդ դեպիլ։ Բաց արա դուրը։ Եղավ, քեզ պետքա դու էլ բաց։ Պապ, ես էլ եմ ձեզ հետ գալիս։ Դավայ վեր ընկար ավտոն։ Դավայ վեր ընկար ավտոն ասում եմ։ Հայ արնախուման ասուն հեռու չես գնա։ Գետնի տակից էլ ելնի գտնելու եմ քեզ։ Իզուր ինչի ես գործդ բարդացնում, մեկ էլ գետնի տակ մտնես։ Հիմա կրակի ու վերջացնենք, էլ ինչ ես սուսում։ Որտուս եմ ուզում այ արնախում։ Թող երկուսով գնանք։ Լսի, եթե որդուտ ես ուզում, ասա թող բոլորը հետ գնան ու ինձ նորմալ ճանապարհտան դուրս գամ էստեղից։ Թող ոչինչ չնստեն։ Ներվայնանում եմ արդեն։ Հետ գնացեք բոլորդ։ Հետ գնացեք կխփեմ։ Երթևում եմ մաքսիս գերեզման կսատկացնեմ լակոտիդ։ Հետ գնացեք։ Հետ եկեք այդ սրբություն չունի։ Հետ եկեք թողրատը քաշի։ Այդեց։ Ու հիշի, որ ես կորցնելու բան չունեմ։ Մենակ դրա մասին կարող ես հիշել։ Գնացինք հետևից։ Լավ ես այդի դու արա։ Նստեք հետևից գնացեք։ Բաշկատող Ոնց ես։ Արի քեզ տուն տանեմ։ Ոչ մի տուն։ Մենք գնում ենք պապային հասնենք։ Հիմա դու լավ չես։ Իսկ պապայի քայլերին դիմանալու համար պետքա քար լինել։ Նա Սպարտակին կսպանի, դու հասկանում ես։ Դու չտեսար պապան ինչ վիճակում էր։ Տեսա ու սարսափու ցավ ապրեցի։ Ես շատ վատ եմ ու ավելի վատ կլինեմ, եթե անտեղյակ լինեմ այս ամենին։ Ես պիտի Սպոյի կողքին լինեմ։ Գնացի։ Լրիվ խելագարվել է մեր քաղաքը, որ տես բան արի։ Չի խելագարվել է։ Ուղղակի իր մեջի հրեշին է բաց թողը։ Վնասելով թե իրան, թե ֆրիկին։ Ինքն իրան թաղեց։ Եթե ինքը բռնվեց, ուրեմն իմաց ինքն իր վրա խաչ քաշեց։ Մի քիչ որ շուտ գանք այդ տեսարանին
Հականատես կլինեինք։ Ինչի համար, ավելորդ անգամ հիասթափվելու ցանկություն ունես, հա Վիտյոկ։ Չէ։ Արբես տենաս քավորը փեսուն խփելու միտք ունի։ Վատա, որ ամեն ինչ վատավարտ է ունենում։ Չհասկացա քեզ։ Դե ինչ ասեմ, իմ կարծիքով արագ քայլերով մոտենում ենք ավարտին։ Ինչ ավարտ։ Բալեյան Բեկնազարյան պատերազմի ավարտը։ Մեր ու քավորի միության ավարտը։ Իմ ու Սպարտակ Բալայանի հակամարտության ավարտը։ Բայց լավ է, որ հրաժարվեցիր վրաժիտ ծրագրից։ Իսկ ով ասում, որ ես հրաժարվել եմ։ Եթե ֆրիկին չենք տեսնելու, ինչի համար եկանք հասանք ստեղ։ Մենք ինչ իմանայինք, որ քավորը ստեղնեց ներկայացումը սարքել, որ այս շենքի մուտք մտնելը կարելի ասել արգելվում է։ Սպասենք թող Ագնեսը վերջացնի գա, տեսնենք ինչա սպասվում ֆրիկին։ Մեզնից երջանիկը Ագնեսն էր, որ թողեցին տեսնի ֆրիկին։ Փառք եմ տալիս Աստծուն, որ ֆրիկին էլ չի պահանջել, որ իր հետ տանի, որտեվ կդարձներ իր նման վերջացած մարդ։ Չի համար այդ բանն արել։ Ախր ինքը դժվար չհասկանալ, որ վերջնականապես այդ իր քայլով կզրկվի իր ազատությունից։ Ավելի ճիշտ իր կյանքից։ Լավ, հա, նրա կյանքը ինձ քիչ է ուզում։ Ես այստեղ քո համար եմ։ Ինչ կարող ես անել ինձ համար, որ մի հատ էլ եկել ես։ Ես քեզ այստեղից դուրս կհանեմ։ Ու հաշվի չեմ առնի այն փաստը, որ դու դարձել ես Կարպիչի հանցագիծը։ Ինքը հանցագործ չի, ու ես էլ չեմ զղջում, որ գնացել եմ իր հետ։ Ու եթե հիմա էլ, դաժե եթե տեղյակ չեմ, կգնա իր հետ մինչև վերջ։ Ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում, Ֆրիկ, ուր կգնայիր, հա? Ուր կգնայիր։ Քեզ թվում է պապատուրա հասնելու ատրճանակը փեսայի գլխին պահած, արտասահմանա գնալու, սահմանը անցնելու, հա? Ու ապրելույա չաղ ու բախտավոր ու հարուստ։ Դու իրան չես հասկանա։ Իրան այդ պայն օգնություն էր պետք։ Ուրեմն դու շատ լավ ես, հա? Դու օգնության կարիք չունես։ Գիտես ինչ, Ֆրիկ։ Իսկապես մտահոգվող հայրը քեզ չեր ներքաշի են պատմության մեջ, են կեղտոտ պատմության մեջ, որում հիմա ինքն է հայտնվել։ Ձեզ բոլորի թվում է, թե ինքը հրեշ է, հա? Ասեմ իմանաս, որ ինքը լավ էլ մարդ է, ու բոլորից էլ շատ փախրուն։ Դուք ոչ մեկը չգիտեք ինքը ինչ կյանքով ապրել, դրա համար էլ ոչ մեկը չի կարա իրան հասկանա։ Սուսա։ Աստված իմ։ Լրիդ, մի խոսա նրա մասին, չեմ ուզում նրա մասին խոսենք ու չեմ ուզում լսեմ, թե դու ինչպես ես նրան աստվածացնում։ Շատ հեշտ տարբերակ է չլսելու համար, թողնում հեռանում ես։ Ախրոմն այդպես, հա։ Կարողա ուզում ես ասես այս նոր կյանքդ քեզ դուր է գալիս։ Շատ։ Լավ։ Իսկ ինչ որ բան ունես փոխանցելու ընկերներիդ, դրսում քեզ են սպասում։ Լսում եք ինչ եմ ասում, բոլոր ճանապարհները փակում եք, ուզգուշ եղեք դուք չմոտենաք։ Ալո, լսի քեզ ինչ եմ ասում, կամանդդ հավաքում ես, սաղ ծեպիտ եք տալիս, դավայ։ Բարատը վերցեր արա։ Սա մինչև ուր է պատրաստվում գնալ։ Արա, բայց ինչ վատ է, որ ես մարդիկ չեն հասկանում, որ ես կարող եմ մի վարկյանում քեզ սատկացնել, արա։ Վատ է, էլի որ չեն հասկանում, վատ է։ Ասում ես, բայց չես անում, Նենցա, որ ես այդ քո զենքից չեմ վախում, Ես պրոստը քո խաղն եմ շարունակում, որ վերջում այդ զենքը ձեռիցդ վեկալեմ ու իշկա մեջը լծեմ գլխիդ։ Բայց իզուր չես վախենում, հա, ասեմ, իզուր չես վախենում, արժի վախենալ, չէ կորցնելու բան չունես, արա, դեբիլ, մեկը հենց երեխեքիդ համար արժի վախենալու ապրել, հա, արա, թե չարժի, հա,
Երևի երեխեքդ էլ քեզ չեն կապում ես սուտ ու դատարկ կյանքի հետ, հա? Դավայ քշի։ Միշ ինչ անենք։ Մի հուշում տուր, ինչ անենք, որ պապային կանգնեցնենք։ Կարող է մաման կարողանար դա անել։ Ինձ թվում է հիմա պապային հոգեբանի օգնությունն է պետք։ Պապան հիմա ոչ մեկին չի լսի ու կանգ չի առնի։ Սպոյի համարն է, Միշ։ Պատասխանի։ Չեմ հասկանում, բայց դու ինչի տուն չես գնում, բալիկ ջան, հմ? Պապ ջան, խնդրում եմ ինձ լսի։ Կանգար ու Սպարտակին բաց թող։ Իմ հիմար աղջիկը դեռ սիրում է քեզ, բալայան դեբիլ, իսկ ինձ ուրիշ բաներ հավատացնում։ Պապ ջան, ես քեզ եմ շատ սիրում։ Ու չեմ ուզում, որ քեզ վնասեն, խնդրում եմ կանգար ու հանձնվի։ Տուր։ Պապ ջան, տենում ես ոստիկանների մեքենաների շարասյունը։ Դու նրան ձեռից ուր ես փախնելու։ Պապ ջան, ցավդ տանեմ, դու խելոք մարդ ես։ Դու բոլորից մի քանի քայլ առաջ ես մտածում։ Դու լավ հասկանում ես, որ փակուղի ես ընկել։ Ես երբեք չեմ սիրել կեղծ մարդկանց ու առավել եւս երբ որ այդ կեղծ մարդիկ իմ հարազատ երեխեքն են։ Պապ ջան, գոնե մամայի մասին մտածի։ Ես ինչքան մտածում եմ, միշտ ձեր մասին եմ մտածում, միշտ, ու այսօր էլ, երբ ես մենակ եմ մնացել, էլի ձեր մասին եմ մտածում։ Պապ ջան, եթե դու մեր մասին ես մտածում, ուրեմն կանգ առ։ Այդ դուք բոլորդ կանգ առեք, քանի իսկականից չեմ ծխել ես բալայան դեբիլի ուղեղը։ Կանգ առեք բոլորդ։ Բայց ինչ մեղք ես դու, ինչ մեղք ես դու, եթե թող քշում եմ հանգիստ թող քշեմ։ Սուսկոց դեբիլ։ Մաքսիս գերեզման ձեռս չի դողա գլուխդ կծխեմ լակոտ։ Դավայ քշի։ Կաթերիցդ բերում եմ։ Ախ։ Դավայ արագացրու։ Պաղել եմ ոտքերից տակից արա։ Ես կմերրեմ արանք։ Եթե տեղուս մի բանեղամ ես կմերրեմ ու չեմ հասցնի այդ արախում անասունին մի բոլանը բոլան։ Կիշի արա կշի։ Իրան Սպարտակը ողջ է պետք, ինքը ոչինչ էլ չի անի։ Այս ամեն ինչը փակուղի է տանում, նենց որ ուշ թե շուտ հանձնվելու է։ Արա դուք եք մեղավոր արա։ Ով էր ձեզ խնդրում, որ լեցվեիք այդ քննիչը սենակ։ Ես նրան արդեն ընդ մորթած կլնեի։ Սպո։ Սպոն չի, ես եմ։ Լսի, Յուրիկ, այդ ոստիկանների տասա թող կանգ առնեն, թե չէ սպոյի ձենը վապշե չես լսի։ Բաբա դրա հրամանները չկա։ Բաբա, ոչ մի բան չանես սրա ասացով։ Լսի, Յուրիկ, վերջին անգամ եմ ասում, այդ հարսանիքի շարասյունը կարող է թաղման կապոր դառնա, եթե հենց հիմա կոալիցիա հանդերձ հետ չդառնաք։ Դավայ քշի։ Այսինքն դուք կարողացել եք նրան փրկել, բայց վիճակը շարունակում է մնալ անկայուն, այո, ճիշտ եմ հասկացել։ Ցավը վիճակն այնքան անկայուն է, որ պետք է սպասենք վատագույնին։ Միթե փրկություն չկա, բժիշկ։ Կուզեի հավատացնել, որ կա, սակայն չեմ ուզում ստել։ Սպասենք, լավ։ Որքան ջանք ու եռան թափեցիր բալայան ընտանիքը ամուր պահելու և պահպանելու, հզորացնելու համար։ Բայց դու մենակ էիր, պապ ջան, մենակ։ Եվ չեղավ այն, ինչ ուզում էիր, ինչ երազում էիր։ Բալայան ընտանիքը քայքայվեց, քանդվեց։ Պապ ջան,
Դու ծնող ես բառիս ամենալայն, ամենախորն իմաստով։ Իրականում քեզ նման ծնողներ նվիրյալ շատ քիչ են պատահում։ Դու քո ամբողջ կյանքը տվեցիր Յուրային։ Ապրեցիր Յուրայի համար։ Իսկ մենք ընտանյոք հանդերձ չհասցրեցինք քեզ շնորհակալ լինել։ Ցավոտ է գիտակցել, որ ուշացել ես, որ սրտից բխող շատ բան կա ասելու, բայց պապ ջան, կներես, որ չկարողացան քեզ տալ այն ընտանիքը, որը դու երազում էիր, որը դու ուզում էիր տեսնել։ Շարժվում, մարդ ենք սպասում։ Չէ, մարդ չենք սպասում, բայց չենք էլ շարժվում, որովհետև ես կարող եմ փոշմանամ ու չգնանք։ Այդ դեպքում իջեք, ինչի եք նստած մնացել։ Իջեք ես գնամ։ Պատվերներ կան։ Խնդրում եմ, սպասեք էլի, ես ձեր գումարը կտամ։ Լավ։ Վայ քո արա, ես ուզում եմ իրան գցի։ Եթե իրան կցի, ես էլ նույն քայլին կդիմեմ, որովհետև միշտ ինձ հետ այդպես կվարվի։ 100% իրան գցողա։ Ինչ եք խոսում, զանգեք այն շուտ ասի, թող փրկարաններ գան։ Պետք է ողբերգություն կանխել, զանգեք շուտ արեք։ Մի պահ, որից հետո հավերժ կհանգստանա։